Այսօր հուլիսի 6-ն է, Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են, առավոտվանից խուզարկություններ էին, դե այդ ամեն ինչը գիտեք, ընդդիմությունը հայտարարել է, որ մանդատները վերցնելու է, դա էլ գիտեք, Սահմանադրական դատարանը իր անողնաշար, բացարձակ անողնաշար որոշումը կայացրեց, դա էլ գիտեք, դե հետընտրական զարգացումների ժամանակ մասին տեղյակ եք ու տեղյակ եք։ Ես ուղղակի ուզում եմ այս ամեն ինչից դասեր քաղենք, ոնց որ սովորենք, էլի առիթ է։ Ընդհանրապես գիտեք, որ շատ ասելիքներ ունեմ, որոնք ուզում եմ ներկայացնել ժամանակ առ ժամանակ, բայց նկատել եմ, որ մարդկանց ավելի դուր է գալի, երբ որ ինչ-որ բան է երկրում տեղի ունենում, եւ ես ասենք ունեմ 10, 20, 30 ասելիք, նայում եմ երկրում ինչ է տեղի ունենում, դրան համապատասխան այդ 10, 20, 30 ասելիքից ընտրում եմ այն, որը նա է այս օրվա իրադարձությունների հետ համընկնում ու ներկայացնում եմ։ Բացի այդ էլ խորին շնորհակալանքով պետք է դիմեմ այն քաղաքացիներին, որոնք թե նամակներով, թե փողոցում կենթանի հանդիպումով շնորհակալություն են հայտնում իմ գործունեության համար, դրանով ինձ ոգևորում, պարտավորեցնում են, որ ես խելոք բաներ խոսեմ, կարծում եմ որոշ չափով քաղաքական խոսույթից տարբերվող, ավելի խորքային, ոչ թե նարատիվներ ներկայացնեմ, այլ բացատրեմ ինչի ինչոց է աշխարհում, ինչ մոդելներ կա, ինքս սովորում եմ, ոնց որ ձեզ էլ ներկայացնում եմ, ժողովուրդ ջան։ Հիմա այսօր ինչի մասին պետք է խոսենք, այս ամեն ինչի ֆոնին ինչ ենք հասկանում, ինչ ենք սովորում, թեման հետևյալն է, ինչպիսի քաղաքական ռեժիմ է Հայաստանում, այսինքն այս ամեն ինչը, որ մենք մեր աչքի առաջ տենում ենք, սրա անունը ինչ է, այ քաղաքագիտության մեջ, իրավագիտության մեջ, սրան ինչ են ասում, քաղաքական իրավունքի մեջ, սրան ինչ են ասում։ Եվ մի քանի օր առաջ անունը չեմ հիշում, Facebook-յան մի օգտատեր, մի շատ խելացի տղա, նշել էր, որ Հայաստանում մրցակցային ավտորիտարիզմ է։ Այդ միտքը իհարկե շատ սիրով կիսեցին, օրինակ Կարպիս Փաշոյանի այդ մտքով ոգևորվել էր։ Սուրեն Սուրենյանցը դրա մասին խոսեց, որ մրցակցային ավտորիտարիզմը Հայաստանում ինչի հետ այդքան էլ համաձայն չեմ, եթե անկեղծ, բայց հիմա սկսեմ իրանց դիրքերից։ Ու գիտեք ոնց, ես ահագին ժամանակ մի թեմայից էի խոսում, մտածում էի, որ օրինակ Կարպիսը, նույնիսկ Սուրեն Սուրենյանցը կարող է դա ուշադրություն դարձնեն, բայց կամ ես եմ այդքան էլ խելոք բաներ չեմ ասում, ամբաղ-զամբաղ խոսում եմ, կամ իրանք հələ չեն հասել այնտեղ, որտեղ ինչից ես խոսում եմ։ Ներողություն եմ խնդրում այս անհամեստության համար, բայց տեսեք, միգուցե ես եմ տենց ամբաղ-զամբաղ եզրակացություններ անում, եւ այսօր որոշեցի արհեստական բանականության հետ այս հարցերը քննարկել, եւ հիմա ձեզ կներկայացնեմ արհեստական բանականության հետ մեր օրերում տեղի ունեցած, ինչպես է գնահատվում քաղաքագիտական տեսանկյունից։ Մի խոսքով սկսում եմ նրանից, որ հարցնում եմ, թե ինչ է մրցակցային ավտորիտարիզմը։ Ուրեմն արհեստական բանականությունը երկու ռեժիմով է հարաբերվում, հնարավոր է շփվել երկու ռեժիմով։ Ուրեմն ինչի մասն է խոսքը։ Սովորաբար ասենք, որ ես օգտվում եմ Google-ի արհեստական բանականությունից։ Երբ որ ես բացում եմ Gemini-ին կամ Gemini-ը, չգիտեմ ով ոնց կասի, երբ որ բացում եմ Google-ի արհեստական բանականությունը, իմ համակարգչից կամ հեռախոսից եւ այնտեղից եմ հարցեր տալի, ինքը սովորաբար գիտի ես ով եմ, ինչպիսի մտածմունքներ ունեմ, որոշակի ձևակերպումներով է պատասխանում իմ հարցին։ Բայց եթե Google-ով եմ հարց տալի, այսինքն Google search-ի տեղում գրում եմ, ինքը արհեստական բանականության ռեժիմով մի քիչ ավելի այսպես ակադեմիական եւ նեյտրալ դիրքերից է հարցին պատասխանում։ Դրա համար ես հիմա կօգտվեմ ավելի շատ այդ նեյտրալ դիրքերից իր պատասխանից, որ սա նես չլինի, որ ինքը Մանասյան Հայկի հետ ինքը երկար է շփվել, գիտի Հայկը ինչպես է մտածում, այդպես է պատասխանում։ Ես այն դիրքերից եմ իրան հարցը տալի, որ ինքը ուրեմն բան չանի։ Կողմնակալ չլինի իմ խաթր, էլի, որտեղ ես էլ այս նորությունը ձեզ եմ ներկայացնում, դուք էլ կարող ձեր մոտ հարցնեք։ Մի խոսքով, մրցակցային ավտորիտարիզմը հիբրիդային քաղաքական ռեժիմ է, որտեղ այն մրցակցային ավտորիտարիզմը այն է, ինչ որ այդ տղայի անունը չեմ հիշում, Facebook-ում գրել էր, Կարպիսն էր կարծեմ, մի խոսքով դրան անդրադարձել մի քանի անգամ Սուրենյանցն էլ իր հարցազրույցներում անդրադարձել։ Ասում է հիբրիդային քաղաքական ռեժիմ, որտեղ առաջնորդներն ընտրվում են
բազմակուսակցական ընտրությունների միջոցով, սակայն իշխան ուժը համակարգված կերպով չարաշահում է պետական ռեսուրսները, ճնշում ընդդիմությանը եւ վերահսկում լրատվական միջոցները։ Քանի որ ընտրական պայմանները խիստ անհավասար են, համակարգը չի համարվում ոչ լիարժեք ժողովրդավարություն, ոչ էլ փակ բռնապետություն։ Այսինքն մի քիչ բռնապետություն է, մի քիչ ժողովրդավարություն է։ Այս հայեցակարգն առաջին անգամ ներկայացրել են քաղաքագետներ Սթիվեն Լևինսկին եւ Լուկան Ուեյը 2002 թվականին։ Նրանք նկարագրում են հետ սառը պատերազմյան այն հիբրիդային կառավարությունները, որտեղ ընդդիմադիր կուսակցություններն ակտիվորեն պայքարում են իշխանության համար։ Այս ռեժիմների հիմնական բնութագրիչներն են ընտրական պայքար, ընտրություններն իրական են, դաժան եւ երբեմն ավարտվում են իշխանության պարտությամբ, ինչը նշանակում է, որ ժողովրդավարական ինստիտուտները ձևական չեն, այսինքն ինչ որ չափով հնարավոր է ինչ որ բան փոխել եւ բայց անհավասար պայմաններում, խիստ անհավասար պայմաններում կառավարությունը չարաշահում է պետական մեքենան, իշխանությունները պարբերաբար սահմանափակում են ընդդիմության մուտքը լրատվամիջոցներ, օգտագործում են պետական միջոցները քարոզարշավի համար եւ ահաբեկում լրագրողներին ու քննադատներին։ Ահագին բանով նման է, չէ՞ Հայաստանին։ Մի խոսքով, եթե ավելի բան օրինակներ ժամանակակից օրինակ մրցակցային ավտորիտարիզմը համարվում Հունգարիան, Թուրքիան, Սերբիան այդ ժամանակակից օրինակներ, դասական պատմական օրինակներ, Ռուսաստանը 2000-ականներից հետո, բայց ոչ հիմա, որտեղ Ռուսաստանը հիմա ըստ այս դասակարգման համարվում է բացարձակ ավտորիտար, ոչ մրցակցային։ Մինչև այս վերջի տարիները եղել է մրցակցային ավտորիտար, իսկ հիմա համարվում է բացարձակ ավտորիտար։ Ռուսաստան, Պերու, Մալազիա եւ Ռուսաստանը այժմ մրցակցային ավտորիտարիզմ չի։ Սրա մի ուրիշ պատասխանն էլ, որ արդեն իմ բանին է տալի, անձամբ իմ հարցմանը, իմ համակարգչի վրա եղած արհեստական բանականությամբ, ելի ասում հիբրիդային ռեժիմը, մրցակցային ավտորիտարիզմը, որտեղ միահյուսված են ինչպես դեմոկրատական, այնպես էլ ավտորիտար տարրերը։ Դա շատ կարևոր է ավտորիտարի մասին մի բան ասեմ, ժողովուրդ այս ավտորիտար համակարգին այնպես չի, որ միանշանակ վատ են վերաբերվում։ Ինչու՞։ Որտեղ երբ որ ասում ես դեմոկրատիա, չնայած էս էլ առանձին պրոբլեմ է, իր կողմնակի էֆեկտներով, բայց երբ որ ասում ես դեմոկրատիա, դա շատ կարևոր է հասկանալ, իսկ ժողովուրդը պիտանի է դեմոկրատիային։ Կամ այդ երկիրը, որտեղ ասում ես ավտորիտարիզմը, որ ավտորիտարիզմ չլինի, ինչ մարդիկ տենց գնալու են, ընտրելու են, քաղաքական ակտիվություն են ցուցաբերելու, հանդես են գալու, մասնակցելու են քաղաքական ակցիաներին, թե այդ ժողովուրդը ճլորած բլնգյաց մի ժողովուրդ է, որի գլխին մի ավտորիտար մեկը, այսինքն մի ավտորիտետ, եկեք տենց թարգմանենք, հա, այդ ավտորիտարը նաև ավտորիտետի հետ է կապված։ Թե մի ավտորիտետ է պետք նրա գլխին, որ չոբանի պես այդ ճլորած ժողովրդին քշի, այս կողմից այն կողմ, այն կողմից այն կողմ սարքի նորմալ պետություն։ Օրինակ Սինգապուրը։ Սինգապուրը սենց է կայացել։ Այդ որ գովում են Սինգապուրը, չէ՞ այս քաղաքապետությունն է, Սինգապուր, այդ Սինգապուրը տենց է դարձել։ Եթե Սինգապուրը թողեին այդ ժողովրդի հյուսին, ոչ մի բան չէր դառնա։ Այսինքն ավտորիտարիզմը ասածը նենց չի, որ իմ համար վայ, գիտեք, դա ի՞նչ փիս բառը, խուժան բառը քաղաքականության մեջ, ես դա չեմ օգտագործի, դա վատ բան է։ Դա վատ բան է, երբ որ քո ժողովուրդը արդեն խելքը գլխին քաղաքականապես հասուն 60% ընտրություններին մասնակցող ժողովուրդ է, ինչպես հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները ցույց տվեցին իրենց մասնակցությամբ։ Այս տեսակ ժողովրդի նկատմամբ ավտորիտարիզմը մեղք է, հանցանք է։ Բայց եթե ժողովուրդը ճլորած, անհասկացող, քաղաքական իրավունքներից հրաժարված ժողովուրդը, այդ ժողովրդին ոտքի անելու համար չոբանի պես պետք է ավտորիտար լինես, ուրիշ ձև չկա։ Էսի շատ կարևոր է, մենք սովորենք, էլի ամեն մեկը որ հլնում ասում ավտորիտար է այս երկիրը, այն երկիրը ավտորիտար։ Հարավային Կորեան այդքան գովում են, չէ՞։ Հարավային Կորեան շատ լուրջ ավտորիտար ռեժիմով է դարել, այն երկիրը, որով հիմա հիանում են։ Օրինակ են բերում, շատ լուրջ ավտորիտար ռեժիմով է դա դարել։ Այսինքն երբեմն այդ ավտորիտար ռեժիմը միակ լուծումն է ըստ էության։ Այդտենց բան չի, որ դեմոկրատիան բոլոր դեպքերում լավ բան է, ավտորիտարը բոլոր դեպքերում վատ բան է։ Դրանք ամեն մեկը մի հատ մոտեցում են, մի հատ վերաբերմունք են կառավարման գործին,
որտեղ կարա ինքը տեղին լինի, կարա ինքը անտեղին լինի։ Հիմա Հայաստանի վերջի ընտրությունները, ինչից եմ ես շատ գոհ մեր այս ընտրություններից, ցույց են տվել, որ հանրության 50% պլյուս 1-ը քվեն։ 50% պլյուս 1 քվեն։ Ասել են, որ իրանք չեն ուզում իշխանության վերարտադրություն, բայց միևնույն ժամանակ ասել են, որ չեն տենում այն քաղաքական ուժը եւ այն ծրագիրը, որի շուրջ պատրաստ են համախմբվել եւ փոխել իշխանությունը։ Այս երկու իմպուլսը արձանագրված է այլևս ժողովրդի կողմից հաղորդված։ Հիմա մրցակցային ավտորիտարիզմի համար հասկացանք։ Հիմա ես բան եմ անում, հարցնում եմ ես մեր ընկերոջը արհեստական բանականությանը, էլի եմ ասում, որը բանում է, Google-ի փնտրելու ռեժիմում է, էլի ոչ թե առանձին։ Ասում եմ, իսկ Հայաստանը բան է, Հայաստանը ինչ կասես Հայաստանի մասով, այսօր հուլիսի 26-ն է, որտեղ ինքը 5 ժամկետներով է երբեմն վերլուծություն անում, հուլիսի 6-ն է 26 թվականի, ասում եմ, իսկ Հայաստանի մասով ինչ կասես։ Ասում եմ, Հայաստանի ներկայումս դասվում է որպես անցումային կամ հիբրիդային ռեժիմ միջազգային զեկույցներում Freedom House, VDEM Institute 2026 բնութագրվում է որպես մասամբ ազատ երկիր, որտեղ առկա են ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ավտորիտար տարրերի բախումներ եւ միտումներ։ Ինչու է Հայաստանը համարվում հիբրիդային անցումային համակարգ։ Էսի ես չեմ ասում, էսի ռուսամետ չի, հիմա ինչ որ կարդալու եմ, էսի ռուսամետ չի ասում, էսի Google-ն է։ Էսի նույնիսկ ռուսական ռեսուրս չի։ Էսի այնպես չի որ Հայաստանի անկախության դեմ է, պատվեր է կատարում, գռանտակեր է, չէ, էսի սովորական արհեստական բանականություն է, որ դուք էլ ձեր համակարգիչների վրա կարաք բան անեք, փնտրեք։ Ասում է, ինչու է Հայաստանը համարվում հիբրիդային, իրական, բայց խիստ բևեռացրած ընտրական մրցակցություն։ Ի տարբերություն Ռուսաստանի կամ Ադրբեջանի, Հայաստանում ընտրությունները մնում են մրցակցային։ Դրա վերջին վառօրինակը հենց անցած ամիս 2026 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն էին, որոնք թեև ապահովեցին իշխող ուժի վերարտադրությունը, բայց անցան քաղաքական կատաղի պայքարի եւ բարձր լարվածության պայմաններում։ Դեմոկրատական լճացում եւ հետընթացի ռիսկեր 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը հաջորդած դեմոկրատական թռիչքից հետո վերջին տարիներին միջազգային կառույցներն արձանագրում են ժողովրդավարական բարեփոխումների դանդաղում կամ լճացում, առկա է անհանգստություն իշխանության կենտրոնացման, անձնակենտրոն կառավարման միտումների վերաբերյալ։ Համացանցը մեդիա ազատությունների մասին ասում, որ խնդիրներ ունեն։ Համացանցը եւ մեդիա դաշտը բազմազան են ու զերծ պետական ուղղակի գրաքննությունից, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնում իշխանությունների կողմից լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ճնշումների, դատական գործերի եւ քաղաքական խիստ բևեռացվածության մասին։ Անհավասար պայմանների նշաններ։ Ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները եւ որոշ անկախ վերլուծաբաններ փաստում են, որ Հայաստանում նկատվում են մրցակցային ավտորիտարիզմի բնորոշ տարրեր, ինչպիսիք են վարչական ռեսուրսի անհավասար կիրառումը, դատական համակարգերի նկատմամբ ազդեցությունը եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումները։ Սա նորմալ չի, ես չեմ ասում, ռուսաստրուկները չեն ասում, Google-ի արհեստական բանականությունն է ասում։ Ասում եմ, ինչպես լավագույնս կբնութագրես Հայաստանում ներկա քաղաքական մոդելը, ռեժիմը։ Հայաստանի ներկայական քաղաքական մոդելը լավագույնս կարելի է բնութագրել որպես ընտրական հիբրիդային ռեժիմ, որտեղ առկա է դեֆեկտավոր ժողովրդավարություն եւ մրցակցային ավտորիտարիզմ պարունակող տարրեր եւ սրանց սուր հակասություն։ Սա մի համակարգ է, որտեղ իշխանության ձևավորման հիմնական մեխանիզմները մնում են իրական, մրցակցային ընտրությունները, սակայն ժողովրդավարական ինստիտուտները թույլ են, իսկ իշխող ուժն ունի ուժեղ հակումներ խաղի կանոնները հարմարեցնել սեփական վերարտադրությանը։ Լսի, Google-ն է ասում, ես չեմ ասում։ Ասում է իշխող ուժը ունի ուժեղ հակումներ խաղի կանոնները հարմարեցնելու սեփական վերարտադրությանը։
Ոչ էլ Ծառուկյանի կողմից է ֆինանսավորվում այս ռեսուրսը, այս գործիքը։ Այս մոդելի առանցքային հենասյուններն են, ընտրական մրցակցությունը առանց լիարժեք արդարության, սահմանադրական սուպեր վարչապետականություն, սելեկտիվ արդարադատություն եւ դատական կախվածություն։ Ասում է դատական համակարգ եւ իրավապահ մարմինները հաճախ ընկնում են որպես քաղաքական գործիքներ, հաճախ ընկալվում են որպես քաղաքական գործիքներ։ Քրեական գործերը եւ կալանքները հաճախ կիրառվում են սելեկտիվ, ընդրաղաբար, հիմնականում թիրախավորելով քաղաքական ընդդիմախոսներին կամ իշխանության համար վտանգ ներկայացնող անձանց։ Միջներ իշխանամետ գործիչների իրավախախտումները երբեմն անտեսվում են։ Բևեռացված է տերերի բաժանված մեդիա դաշտ։ Մեդիա դաշտը բաժանված է տերերի, քաղաքացիական հասարակության կրիզիս կա։ Հիմա ինչ եմ հարցնում։ Ես ուրիշ կարծիք ունեմ։ Ես հայաստանյան ռեժիմը որպես մրցակցային ավտորիտարիզմ չեմ դիտարկում, կամ գոնե միջև այս վերջին ընտրությունները չէի դիտարկի, այլ դիտարկում էի որպես պլեբիսցիտար դեմոկրատիա։ Սա ուզում եմ այսի սովորենք, ժողովուրդ ջան, շատ կարևոր է, շատ կարևոր է։ Եվ սա պլեբիսցիտար դեմոկրատիա, որը հիմա Նիկոլը կորցնում է, հեսա կբացատրեմ ինչի։ Եվ ուզում է Ծառուկյանին բանտարկելով, Ծառուկյանի գույքը հափշտակելով, վերականգնի դարձյալ պլեբիսցիտար դեմոկրատիան։ Պլեբիսցիտը հանրակրվե կարելի է որպես հոմանիշ օգտագործել, շատ երկրներում սա որպես հոմանիշ չի, պլեբիսցիտն ու հանրակրվեն այնուամենայնիվ որոշակի տարբերություններ ունեն։ Պլեբիսցիտ տերմինը համարենք հանրակրվե, հա, այսպես ասենք, հեսա մի քիչ կմանրամասնենք։ Պլեբիսցիտ տերմինը գալիս է Հռոմի պլեբեյների ընտրություն որպես բառից, պլեբեյները գիտեք, ժողովրդի ամենացածր խավը, ընդունեք այդպես, պլեբեյներն էին, այսինքն կամ պլեբեյներ, նրանից վերև կային պատրիկներ, դա հին Հռոմում։ Հիմա այս պլեբիսցիտը, յանի ժողովրդի ամենացածր խավի համայնական, համընդհանուր կարծիքը, ինչպիսին է։ Հռոմում այդպես է բառը եկե, բառարմատի մեկնությունն է դա։ Հիմա համարվում որ այդ ցածր խավ չկա, բոլորս բարձր խավ ենք, բոլորս արիստոկրատ ենք, կամ բոլորս համընդհանուր ցածր խավ ենք եւ հանրակրվեն, այսպես կարելի է որպես հոմանիշ օգտագործել պլեբիսցիտին։ Հիմա ինչ է նշանակում պլեբիսցիտար ժողովրդավարություն։ Նայեք։ Ասում եմ ինչ կասես սրա մասին, ես հուշում եմ իրան։ Իմ անունից չեմ հուշում, ասում եմ փորձագետներ կան, որ այսպես են կարծում։ Վախենում եմ իմ անունից ասեմ, ես այսպես եմ կարծում։ Ինքը սկսի ինձ հաճոյանալ, իմ համար դրական բաներ խոսա, տենց բան ունի արհեստական բանականությունը։ Որովհետեւ ինքը ինձ չհաճոյանա, ես նեյտրալ դիրքերից իբրև բանը հարց տվող եմ, ասում եմ, սենց էքսպերտներ կան, կարծում են, որ Հայաստանում պլեբիսցիտար ժողովրդավարություն է։ Ուշադիր, ես ուղիղ գալու է կապվի Գագիկ Ծառուկյանի այսօրվա ձերբակալության հետ։ Դա եմ բացատրում։ Այս փորձագետները ասում, ովքեր Հայաստանի քաղաքական ռեժիմը բնութագրում են որպես պլեբիսցիտար կամ հանրակրվեային ժողովրդավարություն, շատ դիպուկ եւ հիմնավորված հայացք են առաջարկում։ Այդ ինձ ասում էլի։ Այս տերմինը հաճախ օգտագործվում է նկարագրելու համար այն համակարգերը, որտեղ ժողովրդավարությունը սահմանափակվում է միայն ընտրություններով, իսկ ինստիտուտները թույլ են։ Պետությունը հանրությունը կազմակերպվում է ինստիտուտներով, ինստիտուցիոնալ հասկացություն է պետությունը, մի հատ մետա ինստիտուտ է պետությունը։ Ահա, երբ որ ինստիտուտները թույլ են, դա նշանակում պետությունն է թույլ, ազգի պետականորեն կազմակերպվածության աստիճանն է թույլ, դա նշանակում է կարտաշնի դոմիկ, լսել ես, կանես ու կտրակի։ Դա սարսափելի պրոբլեմ է, երբ որ ինստիտուտները թույլ են։ Պլեբիսցիտար ժողովրդավարությունը, հեսա կբացատրեմ ինչա։ Ահա թե ինչու է այս բնորոշումը չափազանց արդիական Հայաստանի ներկա մոդելի համար եւ ինչպես են դա հիմնավորում, ինչպես կարելի է դա հիմնավորել վերլուծաբանների կողմից։ 2026 թվականի դրությամբ ասում է, սա չափազանց արդիական է, Կարպիչ ջան, ուղարկեք էսի Կարպիցին կամ ես էլ կուղարկեմ, հա։ Էսի թող մի հատ լսեն, էլի։
տեսեք ինչ ասում, առաջին, լեգիտիմության աղբյուրը ոչ թե օրենքն է, այլ ժողովրդի մանդատը։ Պլեբիսցիտար մոդելի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ առաջնորդը, մեր դեպքում վարչապետը, իր քաղաքական քայլերը, անգամ օրենքի սահմաններից դուրս կամ սահմանային գործողություններում հիմնվում է ժողովրդի կողմից տրված ուղղակի մանդատի վրա։ Եթե առաջնորդը հաղթել է ընտրություններում, ապա ըստ այս տրամաբանության նա ստացել է ժողովրդի բացարձակ հավանությունը անելու այն ամենը, ինչ գտնում է ճիշտ, նույնիսկ եթե դա շրջանցում է խորհրդարանական կամ դատական ընթացակարգերը։ Հասկացաք ինչա պլեբիսցիտար ժողովրդավարությունը։ Այսինքն ոչ թե դատարաններն են որոշում ճիշտն ու սխալը, այլ որոշում է նա, ով ժողովրդի կողմից ամենաշատ քվեն է ստացել։ Ու այդ ժողովրդի քվեով, այդ զանգվածներով, այդ մարդկանց ագրեսիայով, այդ մարդկանց պատրաստակամությամբ ցանկացած օր հլնել, փողոցներ լցել, դատարաններ շրջափակել, պարլամենտներ շրջափակել, ամբողի ուժով, ամբողի համակրանքով երկրի ղեկավարը վարչարարություն է իրականացնում երկրում, շրջանցելով ինստիտուտները, ինչպիսիք են սահմանադրություն, օրենքներ, դատարաններ, պարլամենտ, հասկացաք պլեբիսցիտար ժողովրդավարությունը որն է։ Սա ժողովրդավարության ամենակեղտոտ տեսակներից է։ Ժողովրդավարությունն ինքնին ունի խնդիրներ, կողմնակի ազդեցություններ, որոնց պետք է ուշադիր լինես։ Ժողովրդավարությունը լավ բան է, եթե գիտես դրա օգտագործելու ձևը եւ գիտես դա ինչի հետ են ուտում։ Չամանը բաստուրմայի վրա լավ բան է, բայց եթե հյուրի դեմը sense բռով չաման ես լցում ու սկսում ես խեղտել, որ ուտի, կմեռնի այդ մարդը չամանից, միգուցե, համենայնպես հաստատ իրան չի կշտանա ու հաճույք չի ստանա, ամեն բան օգտագործելի դոզա ունի, ձև ունի, մշակույթ ունի, հիմա, պլեբիսցիտար ժողովրդավարությունը, որ ճիշտն ու սխալը որոշվում է ամբողներով ու ստացած քվեով, նայեք ինչ ասում երկրորդ կետով, թույլ ինստիտուտներ եւ անդեմ մեծամասնություն, մեծամասնություն, դեմքից զրկված։ Պլեբիսցիտար ժողովրդավարության մեջ ինստիտուտները ազգային ժողով, նախագահի ինստիտուտ, դատարաններ չունեն ինքնուրույն քաղաքական կշիռ։ Ես չեմ ասում, ինքն է ասում։ Խորհրդարանական մեծամասնությունը ընկալվում է ոչ թե որպես ինքնուրույն օրենսդիր մարմին, այլ որպես առաջնորդի կամքի կատարող եւ նրա հանրային լեգիտիմությունը ձևականորեն ձևակերպող կառույց։ Այ էս է մեր իսկական դիագնոզը, Կարպիչ ջան, մեր դիագնոզը մրցակցային ավտորիտարիզմը չի, մեր դիագնոզը պլեբիսցիտար ժողովրդավարությունն է, ուստի պլեբեսը կարևոր նշանակություն ունի, ուղղակի կապ առաջնորդի եւ հանրության միջև, ասում այսպիսի համակարգերում քաղաքական կյանքը կենտրոնացած է ոչ թե ծրագրերի կամ գաղափարախոսությունների, այլ անձի շուրջ։ Որոշումները հաճախ հաղորդվում են ուղղակիորեն լայվերի, հանրահավաքների կամ սոցիալական մեդիայի միջոցով։ Փորձագետները նշում են, որ Հայաստանում քաղաքական դիսկուրսը հաճախ վերածվում է իշխող անձի նկատմամբ վստահության կամ անվստահության հանրաքվեի, այսինքն պլեբիսցիտի, այլ ոչ թե ռացիոնալ քաղաքական բանավեճի։ Այսինքն ընդհանուր լայքերով է որոշվում, էլի ճիշտ ու սխալը, ոչ թե տրամաբանությամբ, ոչ թե տրամաբանության օրենքներով, այլ լայքերի քանակով։ Այսօր Ծառուկյանին բռնում են։ Եթե լիներ մի ռացիոնալ անկախ դիտորդ մտածող ինչ կասեր։ Կասեր ընկեր, պրոբլեմներ ունի այդ մարդը, հա։ Բայց ինչի օրինակ դրանց քվեները գողացար, սահմանադրական դատարանով էդի փորձում ես մարսել։ Այդ մարդու քվեներն ես գողացել։ Իրան պարլամենտից դուրս է շպրտում, հիմա եկել ես առյուծներն տանում ես գազանանոց, իրան էլ ձերբակալում ես։ Այդ առյուծները պրոբլեմ էին, բայց 8 տարի պրոբլեմ չէին։ Այդ մարդը այդքան բիզնեսների մեջ նոյես տեսե, պրիտոմ մեղադրանքը գիտեք ոնց է, ոչ թե ինքը հանցանք է գործել, այլ բան է արել, ասա, աջակցել է, ինչ որ մեկը հանցանք է գործել, ինքն էլ աջակցել է։ Ինչ որ էստիսի մեղադրանք է ներկայացված, ձերբակալում ես այդ մարդուն։ Բայց ոչ, ժողովրդի մեծ մասն ասում է, ուրա, այս ինչ լավ օրից, Ջոն, ճիշտ անում։
եւ դատարանի օրենքի, դատախազության, իրավապահ համակարգի սահմանադրության փոխարեն այս զբրոդը դառնում է լեգիտիմության աղբյուր այս գործողություններին։ Սա այդ նույն զբրոդի տունն էլ է մի օր քանդելու, բայց սա կհասնենք դրան։ Հասեցի կիրթ խոսամ։ Ժողովուրդ, կարա դա, հա, եթե քո հարևանը, որին չես սիրում, աշկը դուրս է գալի ինֆարկտ է ստանում եւ այլն, դու կարաս դրանից ուրախանաս, սիրտդ հովանա։ Բայց դա չի նշանակում, որ ճիշտ է, որ այդ մարդը ինֆարկտ է ստանում ենթադրենք, որ դա լավ եղավ։ Եթե այդ մարդը ինչ-որ բան արի, պետք է լինի դատարան, պետք է լինեն օրենքներ, որոնք այդ մարդուն պատասխանատվության կենթարկեն։ Ու 8 տարի շարունակ պետք է պատասխանատվության ենթարկեն։ Եթե այդ 8 տարին անցել է, չեն արել, ապա հիմա այդ բանը անելը հարցեր է առաջացնում։ Դիտում, այդ նույն գաղափարով, որ սրանց կբռնեմ, ես կանեմ, են կանեմ, 2 անգամ ընտրվել է։ Մի անգամ ընտրվել է, 2 անգամ էլ վերընտրվել է։ Մի քիչ շատ չի չարաշահվում այս թեման։ Լավ էդի հետ։ Քննադատության հիմնական կետը, ինչն է այս ամեն ինչի քննադատման հիմնական կետը։ Պլեբիսցիտար ժողովրդավարությունը չափազանց խոցելի է եւ հեշտությամբ կարող է վերածվել ավտորիտարիզմի։ Եթե իշխանությունը հենվում է միայն ընտրական թվերի եւ հանրային էմոցիաների վրա, նա սկսում է թշնամաբար վերաբերվել ցանկացած անկախ կառույցի, օրինակ սահմանադրական դատարան, անկախ մամուլ կամ մարդու իրավունքների պաշտպան։ Այս արհեստական բանականությունը չգիտի, որ սա արդեն վաղուց ուզուրպացրել է իշխանությունը։ Այս արհեստական բանականություն թվում է, թե հեսա մարդու իրավունքների պաշտպանը դեմ կխոսա, սահմանադրական դատարանը կամ անկախ մամուլը հեսա կքննադատի։ Էլ տեղյակ չի, որ այս սաղ ծալե դրելը տակը։ Երբ իշխանությունը հենվում է միայն ընտրական թվերի եւ հանրային էմոցիաների վրա, նա սկսում է թշնամաբար վերաբերվել ինստիտուտներին։ Պլեբիսցիտար ժողովրդավարությունը հիանալի բացատրում է Հայաստանի քաղաքականության հոգեբանական եւ կառուցվածքային կողմը։ Այն ցույց է տալիս, որ երկրում կա ժողովրդավարական ֆորմատ, ընտրություններ, բայց չկա ժողովրդավարական բովանդակություն, զսպումներ եւ հակակշիռների մեխանիզմ։ Ահա այն հիմնականը, ինչ արհեստական բանականությանը հարցրել էի ու պատասխանը ստացել էի։ Այս էլ իմ անձնական ասեմ, որ երկրներն են պլեբիսցիտար ժողովրդավարության մեջ ընկնում, ժողովուրդ ջան, Լատինական Ամերիկայի երկրները, երբ որ առաջնորդները ժողովրդի շրջանում մեծ համակրանք են վայելում, մեծ, այսինքն այդ մարդիկ նես չի, որ ընտրությունները պետք է տենց բան անեն, էլի, խիստ կեղծեն, որ իրանք անցնեն։ Չէ, ժողովրդական լայն զանգվածները իրանց պաշտում են իրանց։ Ճիշտն ու սխալը հրապարակն է որոշում։ Ում կձերբակալեն, ում կգլխատեն, ում ունեցվածքը կխլեն։ Ոչ թե օրենքը, սահմանադրությունն ու դատարաններն են որոշում, այլ այդ ժողովրդական համակրանքն է որոշում։ Սա է պլեբիսցիտար ժողովրդավարությունը եւ ի սկզբանե սրա մասին խորացե գրե բացատրել են Լատինական Ամերիկայի կամ Հարավային Ամերիկայի երկրներում։ Իրանց է էսի բնորոշ պոպուլիզմ, մաքսիմալ պոպուլիզմ, պլեբիսցիտար ժողովրդավարության հիմքը առաջնորդի մաքսիմալ պոպուլիստ լինելն է։ Ու դրանով ժողովրդին հիմնականում ոչ այնքան գիտակից, կրթական ոչ լայն ուրեմն ցենզ ունեցող ժողովուրդներին գրավելն է։ Այս է խնդրեմը։ Եվ սա է այսօրվա Հայաստանի Հանրապետության դիագնոզը։ Եվ ինչ տեղի ունեցավ, ընտրություններն արձագանքեցին, որ Նիկոլ Փաշինյանը կորցնում է լեգիտիմությունը, կորցնում է ժողովրդական այն համակրանքը, որ ուներ, 50% պլյուս 1 ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին, այս սանկցիաները, այս գյուղմթերքի ծաղիկների արտահանման խնդիրները եւ սպառնալիքները, որոնք առաջիկայում են գալու, Ծառուկյանից խլած այս 5 մանդատը, այս ամեն ինչը լուրջ հարվածում է Նիկոլ Փաշինյանի ռեյտինգին եւ ինքը ինչա որոշե անի, որոշել է վերականգնի, այսինքն ինքը պլեբիսցիտար ժողովրդավարությունից այլ աստիճանաբար գնում է այդ մրցակցային դիկտատուրայի ռեժիմի, անցում է լինում։
բայց որպեսի անցում չանի, ուզում է վերադառնա այնտեղ, որտեղ ինքն դե է իրան լավ զգում։ Ինքը դիկտատոր որպես Սերժ Սարգսյանի նման, Ռոբերտ Քոչարյանի նման, կամ որոշ չափով Լևոն Տեր-Պետրոսյանի նման։ Հիմա չնեղանաք իրանց համակիրներ, սենց եթերներից հետո համակիրները սկսում են բան անել, նեղանալ։ Ահա, ինքը այդ տիպաժը չի էլի, ինքը այն պոպուլիստն է, այնտեղ ավելի լավ է իրան զգում։ Դրա համար ինքը հիմա մի քանի ասենց պոպուլիստական բաներ պետք է անի, որ նորի այդ ծափերը բան, բրավո բան, հասկացաք, այդ է ուզում վերականգնի։ Ինքը չի ուզում կորցնի պլեբիսցիտար ժողովրդավարությունը, բայց պլեբիսցիտար ժողովրդավարությունը քանդում է երկիրը, ինչու, որտեվ եղած ինստիտուտները դեգրադացվում են, նորերը չեն ստեղծվում, իսկ առանց ինստիտուցիոնալ ամուր հիմքերի, ամուր կազմակերպվածության ազգը աշխարհ քաղաքական եւ տարածաշրջանային քամիներից այսենց քշվի կգնա։ Քամուց քշվածները լսել եք, կարդացել եք, տեսել եք, դրա հետ կապ չունի, բայց այն քամուց քշված մի հատ ժողովուրդ, հիմա մի հատ ուրիշ հետաքրքիր բան էի ուզում այսօր ասել, այս նույն պլեբիսցիտար ժողովրդավարության տրամաբանության մեջ մի սարսափելի բան տեղի ունեցավ, դրա մասին արդեն անդրադարձել եմ, երբ որ ընտրական իրավունքը սահմանափակվեց, Հայաստանում չբնակվող կամ վերջի 2 տարում առնվազն մի տարի չբնակվող քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ, դա նույնն է, որ մեր հանդեպ արվի, այսինքն պարտադիր չի դու ես պահուն երկրից 2 տարով կամ մի տարով բացակայած լինես, դա անհեթեթություն է, դա մեր հանդեպ է, արդեն ասել եմ այն մասին, որ քաղաքացու կարգավիճակը իջացվել է բնակչի կարգավիճակի, իսկ դա նույնն է, որ պետությունը պետական բարձրագույն կազմակերպման մակարդակից իջացրել է տեղական ինքնակառավարման համայնքային կազմակերպման մակարդակի։ Եթե սա ընկալում եք լավ, եթե չեք ընկալում, ոչինչ, կամաց, մենակ հետևեք իմ լայվերին, բայց մինչն է մի հատ ուրիշ ուզում, էլի շարունակեմ այս թեման։ Ահա այս տեսակ փոփոխությունը հիմնականում ինչ կարացավ, մի օրում շղթ բաներ անցներ առաջ, որովհետև էլի ունի այդ համակիրների շրջանակը, այդ պլեբիսցիտար բան աջակցությունն ունի։ Հիմա նույնիսկ հայտարարել է, ասලා ժողովուրդը ինձ քվեա տվե, դա նշանակում է ինչ ուզեմ կանեմ։ Այո, շուտով ավելի անհեթեթ օրենքներ կարաք տեսնեք։ Եվ հիմա գիտեք Հայաստանի օրենքով ոնց է, լսեք մի հատ հետաքրքիր բան ասեմ, հենց հիմա Հայաստանի օրենքով հետևյալն է։ Ուրեմն, որպեսզի մարդը գնա քվեարկի, պետք է վերջի 2 տարում, մի տարին ավել, մի օր ավել, պետքա ապրած լինի Հայաստանում։ Բայց, որպեսզի մարդը գնա դառնա դեպուտատի թեկնածու, դեպուտատ, պիտի վերջին 4 տարվա մեջ 2 տարին ապրած լինի Հայաստանում։ Այսինքն, նայեք, այսօրվա դրությամբ Հայաստանում մարդը կարա, առաջիկայում էլի, մարդը կարա Հայաստանում դեպուտատ լինի, թեկնածու լինի, գնա թեկնածություն ներկայացնի, այս կուսակցության անունից դառնա դեպուտատ, բայց չունենա, լսեք, չունենա քվեարկելու, ընտրելու իրավունք։ Այսօրվա Հայաստանի օրենքով տենց է, մարդը կարա ընտրվի դեպուտատ, օրենքով, գնա պարլամենտ, քվեարկի պարլամենտի կազմում երկրի օրենքները, օրինակ ռազմական դրություն մնա, թե չէ, սենց բաներ կարա քվեարկի, բայց այդ նույն մարդը չի կարա Իրանը մասնակցի այդ նույն ընտրություններին ու Իրան ընտրի կամ իր կուսակցությանը ընտրի։ Դուք պատկերացնում եք ինչ օրենք է հիմա Հայաստանում։ Սա կարա ամբողջ աշխարհը ծիծաղի, ղժա, ծաղրի, ադրբեջանցի բերանը չի ինգես անգնի, եզա կսկսեն։ Այս տեսակ հիմար ժողովուրդ աշխարհում չկա, որ օրենքները նենց գրի, որ փաստորեն դու կարաս վերջին 4 տարում 2 տարի Հայաստան ապրած լինես, բայց վերջի 2 տարում մի տարին Հայաստանում չես եղել, ու այս վիճակով դառնաս դեպուտատ, երկրի մասշտաբով որոշումների համար քվեարկես պարլամենտում, բայց չկարանաս ընտրատեղամասում քվեարկես քո կուսակցության համար։ Ասենց է հիմա օրենքը։
Սենց աղմաղ ժողովուրդ տեսել եք դուք երբևիցե։ Ես չեմ ասում մենք ենք աղմաղ, այդ իշխանություններն իրանց զբռոդով, այդ են։ Այդ այնց օրենք են հիմա գրել։ Հենց հիմա Հայաստանում այդպիսի կարգ է։ Դեպուտատ կարասել ես, բայց չես կարա քվեարկես դեպուտատի օգտին։ Հենց հիմա տես կարգավորումներ ա դրած։ Եվ ես ուզում էի, չգիտեմ, շատ եմ խոսացել, ինչքան տևեց ես մեր ահագինը։ Լավ, մի քանի բանով փորձեմ հակիրճ ասել, ընտրական իրավունքը ընդհանրապես քաղաքացու իրավունքը այդ ինչ բան է։ Ժողովուրդ ընտրական իրավունքը բավականին լուրջ, դարավոր կարելի ասել հազարամյակների էվոլյուցիա է ապրել։ Քաղաքացիությունը որպես հասկացություն դա շատ լուրջ հասկացություն է, դա բնակիչը չի էլի։ Մարդը կարա լինի բնակիչ ու չլինի քաղաքացի, եւ կարա լինի քաղաքացի ու չլինի բնակիչ։ Ի սկզբանե տղամարդիկ են քվեարկել իրավունք, ովքեր եղել են ասենք, գալիս է հին Հունաստան, հին Հռոմ, տղամարդիկ, որոնք ազատ են եղել։ Այս ազատ տղամարդիկ, որոնք ընդհանուր բնակչության մոտ 10-15% են կազմել։ Այն միայն իրանք են ունեցել ընտրելու իրավունք։ Երբ ասած են, ասեն դուք ով եք ընտրեք։ Կանանց նույնպես։ Քո ամուսինը ոնց կորոշի կամ քո հայրը, քո եղբայրը ոնց կրիշի, կորոշի տենց կլինի, դու ով ես գնաս ընտրես։ Ժամանակի ընթացքում իհարկե Էլիասի պլեբեյները բողոքել են, ըմբոստացել են։ Իդեպ պլեբեյների ըմբոստությունից մեկը գիտեք որն է։ Եվ դրանով տրիբունների ինստիտուտն է հայտեկել պլեբեյների ներկայացուցչությունը սենատում։ Բողոքի ակցիաներից մեկն եղել է թողնել երկրից գնալ։ Պլեբեյները, այսինքն այն մարդիկ, ովքեր քաղաքական իրավունքներ որպես այդպեսին չունեն, ներվայնացել են, թողել են երկրից գնացել են, իսկ իրանք բանակում նշանակություն ունեն, ռազմական ուժն են, իրանք մեծ աշխատուժ են Հռոմի կամ բարեկեցության համար։ Թողել գնացել են եւ ուզած չուզած այն պատրիկները, այսինքն վերնախավը, հարուստները, լավ ապրողները, գնացել են եկեք, արա մի գնացեք, եկեք տնանք ինչ ենք անում։ Այսինքն դա էլ է եղել, այդ սեցեսիա է կոչվում, ժամանակակից տրամաբանությամբ չէ, ժամանակակից տրամաբանությամբ սեցեսիան մի քիչ ուրիշ բան է, սեպարատիզմի նման բան է, կամ մի խոսքով։ Սեցեսիա է կոչվում, մարդիկ թողել քաղաքական ակցիա են արել, թողել գնացել են։ Հիմա արդյոք Հայաստանից այդ 1 միլիոն մարդու արտագաղթելը սեցեսիա չի եղել։ Այդ հին անտիկ իմաստով քաղաքական։ Արդյոք դա քաղաքական քայլ չի։ Ժողովուրդ կարող է պիտի երգիրը իրան վերանայի, ոչ թե քաղաքացիներին ասի, դու ինչի ես գնացել, այլ ինքը իրան պետք է հարցնի, ես էլ չեմ այսքան ոռի երգիր, որ ինձնից թողում գնում են։ Իսկ կարող է իրոք այս երգիրը ոռի երգիր է եղել։ Մի հատ հիշեք էլի մինչև 18-20 թվականները։ Կարող է տենց է եղել։ Կարող է դրանից հետո էլ այլ կարգի, այլ որակի անպետքություններ են առաջ եկել։ Կարելի է դիտարկել, որ ստեղից մարդիկ ոչ միայն կարիքից դրդված են գնում, ոչ միայն, որտեղ լիքը մարդիկ էլ ունևոր են, լիքը մարդիկ էլ պայմաններ ունեն, աշխատանք ունեն, բայց էլի ծախում գնում են։ Կարող է քաղաքական բողոքի ձև է այդ մարդկանց, լուր բողոք է, լուր։ Այսպես ասած քվեարկում են ոտքերով, քայլելով, հեռանալով։ Կարող է սենց բան կա։ Ու կարող է մենք փոխանակ որպես երգիր բան անենք, հասմա կարող որպես երգիր վերանայենք մեզ, մեր բարքերն ու կարգերը, մեր սահմանադրությունը։ Սրա փոխարեն ասում ենք գնում եք ուրեմն չեք էլ ընտրի ստեղ։ Իդեպ ընտրական իրավունքի ընդլայնում այդ թվում տղամարդկանց շրջանում, այսինքն ասեցի չէ՞ մի ժամանակ ինչ որ շարքային քաղաքացիներ ընտրելու իրավունք չեն ուզում, միայն ազատները, հետո այդ շարքային քաղաքացիները բանակում ծառայել են, կռվել են, զոհվել են, ու պահանջել են, ասել մենք ընտրելու իրավունք պետք է ունենանք։ Դա հələ հին աշխարհում, ու այդ մարդկանց տվել են ընտրելու իրավունք, հնարավորություն։ Այսինքն նրա համար, որ ինքը զինվորական ուժ է։ Էսի հին աշխարհում հեսա ես կգամ մեր օրեր։ Իսկ կարող է ժողովուրդ ջան, օրինակ, ջահել տղա է, 18 տարեկանում գնացել է բանակ, 20 տարեկանում եկել է բանակից։ Հիմա էլ ասենք երկքաղաքացի է կամ չգիտեմ, կյանքի մեծ մասը խոպաններում է անցկացնում։ Այդ տղեն էս երկրին իր պարտքը տվել է, 2 տարի ծառայել է։
Այդ տղուն դու ո՞նց ես ընտրության իրավունքից զրկում։ Հենց հիմա մեր երկրում տես բան կա, լիքը տղեկ կան, որոնք ծառայել են բանակում, այդ թվում ռազմական գործողությունների են մասնակցել, այդ թվում պատերազմի են մասնակցել։ Ու հիմա անգնում են այդ օրենքի տակ ու զրկվում են քվեարկելու իրավունքից։ Տես ճիշտ կա։ Տես ճիշտ կա, արի ծառայի, հետո գնա քու տիրոջ մերը։ Կարևորը միա ծառայի, հետո գնա։ Այս մարդկանց ո՞նց ենք պատասխան տալու, կամ ո՞նց ենք պատասխան տալիս։ Ժամանակի ընթացքում բանին օրինակ բերեմ, Միացյալ Նահանգները, երբ որ նոր էր հիմնվում, միայն հարկատուները, ունեցված գույք ունեցողները կարային քվեարկեին։ Ինչու՞։ Լոգիկա կա, ասում անգեր, եթե այդ մարդը սեփականություն չունի, այս երկրի ապագայով ինքը շատ չի դարդատելու։ Բոլորը պատերազմ եղավ, թռնելու է գնա։ Սեփականություն չունի, կորցնելու բան չունի։ Հետևաբար պետք է քվեարկեն միայն նրանք, ովքեր սեփականություն ունեն։ Սենց օրենք կարգ ա եղել։ Հետո գցե բռները, որ լիքը մարդ սեփականություն չունի, բայց այդ երկրի համար վիզա դնում։ Էլի եմ ասում, բանակում ա ծառայում, աշխարհազորի կազմում ալնում, վիրավորվում ա, զոհվում ա, ոտը կդրած եկել ա մարդը ընտրատեղամաս քվեարկության օրը։ Ասում ա դու գույք չունես, չես կարա քվեարկես կամ դու հարկատու չես։ Ասում ես քեզ ոտս ոչինչ, որ ես պրոթեզս կարաս որպես գույք ընդունես։ Կարաս պրոթեզս գույքի տեղ ընդունես, ես ստե քվեարկեմ։ Այս երկրի համար եմ տվել։ Սենց կամաց, ասեն չի այ մոտ, տենց չի լինի, պետք է նաև մյուսներին հնարավորություն տաս քվեարկելու։ Հետո կանայք ահռելի ներդրում են ունեցել ֆաբրիկաներում, տնտեսության մեջ, այդ թվում քաղաքականության մեջ, պայքարել են, հեղափոխական շարժումներ են իրականացրել, ընկեր, մենք այս երկրում այսքան վիզ ենք դնում, այս գործարաններում այսքան չարչրվում ենք, ֆաբրիկաներում, մեզ այս երկրի կառավարման հետ կապված հարցնելու չունեք, մեծ ցնցումների արդյունքում կանանցել են տվել իրավունքներ ընտրելու։ Դա մի օրում չի եղել։ Իմ ընկեր Խաչիկն ասում է տոննաներով արուն ա թափվել այդ ընտրելու իրավունքը ձեռք բերելու համար, տոննաներով։ Սևերի վրա Ամերիկայի միջև 60-ական թվականները արգելք ա եղել, կրթական ցենզ ա եղել։ Կարել են ձեր շրջանում մարդիկ, իմ շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր ասում են, բայց պետք է որ ամեն ով պատահի, ամեն անգրագետ գնա քվեարկի երկրի ապագան որոշի։ Թող քննություն հանձնեն, ով որ ցույց կտա, որ բավականաչափ գիտակից է, հասկանում է, քաղաքականությունից դեսինտենից, մենակ նրանք գնան ընտրեն։ Սենց բան ա եղել սևերի հանդեպ Ամերիկայում։ Ցենզ ա եղել, որ պետք է հասունության, գրագիտության քննություն հանձնես։ Եթե դու այդ գրագիտության քննությունը չես հանձնում, կդրվում ես, դու քվեարկելու, ընտրելու իրավունք չունես։ Սենց բան ա եղել։ Եվ Հայաստանում օքեյ է սենց բան անենք, համաձայն եք, զբրոդ, համաձայն եք։ Հայաստանում սկի վարորդները ովքեր, վարորդ մարդ են, պրակտիկ վարորդներ են, այդ ալկոհոլի հետ կապված, զրկվել էին պրավաներից, սկի այդ մարդիկ չէին կարող քննություն հանձնեին պրավի, սկի քննություն չէին կարող հանձնել իրանց պրավի քննությունը, որ ամեն օր ավտո են քշում, նրանք կարան քննություն հանձնեն, բանը, ընտրեն թե չընտրեն, հա, որոշենք դրանով, այտենց որ ըլնի, եսին, իսկականից ազգի մի 20%-ը հազիվ քվեարկելու ընտրելու իրավունք ունենա։ Ուզում եմ ասեմ, ես լսեք, ես նրանցից ոչ մեկին ես կողմնակից չեմ։ Ես ընդհանրապես այդ քվեարկելու ընտրելու իրավունքի սահմանափակմանը կողմնակից չեմ, բայց ես մոդելներ եմ ներկայացնում, ինչպիսի մոդելներ են եղել ու ինչպես է զարգացել էվոլյուցիա ապրել։ Սովետական միությունը նախ անկախ Հայաստանը կանանց 1918 թվականի Հայաստանի Հանրապետությունը կանանց ընտրելու իրավունք է ամրագրել։ Էդի ասեմ, եղել է, ճիշտ է, այդ հանրապետությունը կարճ ժամանակով է անկախություն ունեցել, բայց այդ իրավունքը եղել է։ Սովետական միությունը 30-ական թվականներից 18 տարեկանից ընտրելու իրավունք է տվել, դա էլ բանը, որ ջահելը պետք է վաղ տարիքից մտնի քաղաքականություն, սովետի գաղափարն է եղել։ Բրիտանիան, Ամերիկան 60-ական, 70-ականներին են եկել մտքին, որ պետք է 18 տարեկանից
քվեարկելու իրավունք ունենան։ Նրանց մոտ 21 տարեկանն ա եղել քվեարկելու տարիքը, որից սկսում է քվեարկելու իրավունքը, ընտրելու իրավունքը։ Սովետներում ավելի շուտ է սկսել։ Մեկ սովետների մասին մի երկու լավ բան իմացեք, լիքը վագոններով վատ բան կա, բայց մի երկու լավ բան մեկ իմացեք։ Հիմա ամերիկացի կնչի տվեցին, Վիետնամի պատերազմն էր, 18 տարեկանից տանում էին բանակ։ Էլի գնացինք հին անտիկ աշխարհ։ 18 տարեկանից տանում էին բանակ։ Հին Հռոմի օրինակով ստեղել են ոտի։ Պահանջում են ասեն ընկեր այդ խիկ այդ համ զոհվել կարելի է, բայց քվեարկել չի կարելի, ով ինձ պիտի հրամանի կամ երկրի արտաքին քաղաքականությունն ու կամ մնացածը ով պիտի որոշի, իրավունք չունեն քվեարկելու։ Ու իջացնին 21 տարեկանից 18 տարեկան ընտրական ցենզը։ Ընտրելու իրավունքի ցենզը։ Սենց տրանսֆորմացիաներ էվոլյուցիա։ Մենք հրկոպալի Սովետ միությունը փլուզվավ, իներցիայով ձեռներս պետություն ընկավ, ու մեծ մասը, ծանրակշիռ 90%-ը։ Այս ամենի մասին շատ չմտածեցինք, ինձ թվաց, էսի պատրաստի տենց բան է, նորմալ է էլի։ Ու հիմա երբ որ դուք ընտրելու իրավունք եք սահմանափակում, ժողովուրդ ջան, լավ եք մտածել։ Բայց ծափ են տալի։ Հա բա ինչ ասում, խի պիտի գա, ես եմ ստե ապրում։ Այդ տեղական ինքնակառավարման ընտրությունները, բնակչի ընտրությունները տենց են, բայց քաղաքացու ընտրությունները տենց չեն։ Միջազգային փորձն է մի դեպ այս ընթացքում փորձել հասկանալ, հետևյալն է, մենակ Իռլանդիան է, որ այս Հայաստանի պես բան ունի, երկրից դուրս եկար, էլ ընտրելու իրավունք չունես, մենակ Իռլանդիան է։ Բրիտանիան է փորձել, հետո միջազգային դատարաններում պրոբլեմներ ա ունեցել եւ վերջին հաշվով Brexit-ից հետո ընդլայնել է։ Ասլա մարդը եթե Բրիտանիայի քաղաքացի, ուրեմն ցմա քաղաքացի է եւ ընտրելու իրավունքը քաղաքացիության իրավունքի հետ անբաժանելի են։ Եթե քաղաքացի ուրեմն ընտրելու իրավունք ունի, դա անբաժանելի իրավունքներ են։ Եվ էլի աշխարհի շատ երկրներում ընտրելու իրավունքը դաժե պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ դրսում ապրող իր քաղաքացին ընտրի։ Դրսում ապրող իր քաղաքացին, օրինակ Շվեյցարիան նամակ է ուղարկում, համարում է 700,000 սփյուռք ունի, այդ 800,000-ին Շվեյցարիան համարում է, որ այդ իր բանն է, լրացուցիչ արտաերկրային մարզն է, այսպես ասած, նահանգն է, երկրից դուրս գտնվող։ Նամակներն ուղարկում է, որ այդ նամակներով քվեարկեն, հետ ուղարկեն նամակները։ Շվեյցարիան sense բաներ է անում։ Դե Ամերիկան ընդհանրապես նահանգներ կան, որոնք կարող է նույնիսկ այդ մարդը նույնիսկ Ամերիկայում եղած չլինի, ծնվել է ամերիկացիներից, կարողանա Ամերիկայում ընտրության մասնակցի էլի փոստով։ Իսրայելում պետք է վերադառնաս Իսրայել, որ քվեարկես։ Բայց ցմահ ընտրելու իրավունքը։ Եթե դու ընտրել Իսրայելի քաղաքացի ես, վերջ։ Ուզում ես սաղ կյանքդ էլ Իսրայելում մի ապրի։ Որ օրը վերադարձար, այդ օրը քվեարկում ես։ Այդ օրը քվեարկելու իրավունք ունես։ Քաղաքացիության հետ անկախտելիորեն կապված է քաղաքական իրավունքները։ Եթե մարդը զրկված է քաղաքական իրավունքներից, ուրեմն զրկված է քաղաքացիությունից։ Եթե որոշել ես ինքդ սեփական ոտերիդ կրակելով քեզ ոչնչացնես, որպես աշխարհում մեծ հնարավորություններ ունեցող երկիր, ապա հա ճիշտ տակտիկա ես ընտրել։ Շատ ճիշտ տակտիկա։ Լավ, ավել պակաս չխորանամ, բայց էլի պլեբիսցիտար ժողովրդավարության դրսևորումը։ Երբ որ ճիշտն ու սխալը որոշում է, թե քանի լայք կա դրա տակ դրած, ոչ թե ինչպիսին է իրավունքը, թե ինչպիսին է սահմանադրությունը, թե ինչպիսին է ընդհանրապես ինստիտուտները ինչպիսին են պահանջում։ Սա որոշումները, նույնիսկ ձեր տներում սա որոշումները այդպես մաքուր դեմոկրատիկ չի։ Ես համոզված եմ։ Շատ քիչ ընտանիքներ կլինեն, որ բոլոր որոշումները մաքուր դեմոկրատիկ է։ Միշտ կան իրավիճակներ, որ ինչ-որ մեկը ասում է վերջնակ, միշտ կա իրավիճակներ, որ մարդիկ վետոյի իրավունք ունեն, այդ ձեր ցավը տանեմ։ Նույնիսկ ընտանիքներում տարաձայնություններ, որոշումներ կայացնելուց մարդիկ վետոյի իրավունք ունեն, այսինքն կա իրավիճակ, որ մեկն ասում է ոչ մի դեպքում, ոչ,
ու այդ որոշումը չի կարող կայացվի։ Բայց այստեղ մեր երկրում սկի այդ վետոյի 50+1% մարդիկ, որոնք Նիկոլին չեն ընտրել, այդ վետոյի իրավունք չունեն։ Ոչ մի ինստիտուտ վետոյի իրավունք չունի։ Էս ինչ խայտարակություն է, բայց էսա։ Այնպես որ մեր դիագնոզը դա է, եւ Նիկոլը կխուսափի անցում կատարել մրցակցային ավտորիտարիզմ, կփորձի մնալ պլեբիսցիտար դեմոկրատիայի դիրքերում, բայց դա չի նշանակում ավելի լավ արդյունք, նույնիսկ դա ավելի վատ, որովհետև կրկնում եմ, պլեբիսցիտար դեմոկրատիան դեգրադացնում է քաղաքացիների քաղաքական հասունությունն ու գիտակցությունը եւ կործանում է, արգելափակում է քաղաքական, պետական, իրավական ինստիտուտների զարգացումը։ Իսկ առանց այդ ինստիտուտների պետական, քաղաքական, իրավական դատարաններ, կուսակցություններ, պետական ապարատի եւ պետական համակարգի, իրավապահ համակարգի առանձին բլոկներ, եթե սրանք արգելափակվում է սրանց զարգացումը, այդ երկիրը ընդամենը պետք է համբերիս այն ժամին նայի, թե երբ ինչ որ տեղից շատ հետամնաց, բայց շատ լավ կազմակերպված հորդաները, այսինքն ձիերով, նետու աղեղներով կարշավեն, այս ծերից կմտնեն, այն ծերից դուրս կգան։ Ու անկախ նրանից, թե դու որ դարում ես ապրում եւ ինչպիսի տեխնոլոգիաների ես տիրապետում։ Այս տեսակ անկազմակերպված մեկ պոպուլիստի շուրջ հավաքված թամաշա անող ժողովուրդները ամենահետամնաց քոչվորների ձիերի սմբակների տակ դառնում են պատմության փոշի։ Իմացաք, քիչ չեն եղել։ 3 միլիոնա մնացել, որ պետք է մերը սենթանես անցնես առաջ։ Այդ 3 միլիոնի մերն էլ կանեն կանցնեն առաջ։ Էտա մնացել։ Ինչքան տարի, 5000 տարի, 4000 տարի դիմացել ենք, վсё հերիքա, եկել է վերջը պատմության, հայոց պատմության վերջը, եկել է։ Հետեք որոշե։ Էլ չենք ուզում դիմադրենք, էլ չենք ուզում կռվենք։ Հոգնել ենք։ Դրա համար պետք է գան իրանց ուզածն անեն գնան, վերջ։ Արդեն են, որ կանայք իրանց նամուս աբուրի համար անձնազոհության էին գնում, տղամարդիկ իրանց պատվի իրանց սերունդների համար, չգիտեմ, եկեղեցուց մագաղատներ էին մի կերպ թաքցրած տեղափոխում, այդ սաղ սուտ պատմություն է, այդ սաղ այլևս իմաստ չունի։ Հա, հասել ենք այդտեղ։ Պրագմատիկ, իրական, բնակիչ, բիզնես, հող, օլիգարխների հերնանիծած, կարևորը էսի եկել է, հեսա մեզի կփրկի Ռուսաստանից, կլնենք անկախ մարզ, տեղական ինքնակառավարման տրամաբանությամբ, բնակիչների տրամաբանությամբ, նասիլենիով, էլ մենք քաղաքացիություն չունենք, էլ մենք ազգ չենք, մենք նասիլենի ենք, շանթը շուտ է ասե։ Վсё, էտա որոշումը, հարգելի զբռոդ, էտա որոշումը, որոշել եք արդեն։ Կարծում եմ 60% ընտրություններին մասնակցած եւ 50%+1 քվեով այդ զբռոդին դեմ քվեարկած հանրությունը այս չարագուժ պերսպեկտիվայի հետ համաձայն չի, ամենևին, հիշում է, գիտի, կրթված է, մի քիչ անցյալ գիտի, մի քիչ քաղաքականություն գիտի, մի քիչ էլ ապագայի մասին երազել գիտի, ու այդ ապագայի երազանքները սեփական մաշկի, սեփական մորթու եւ ենթամաշկային ճարպաբջջանքի մակարդակով չեն ավարտվում, այլ բավականին հեռուն գնացող երազանքներ ու նպատակներ ունեն։ Եվ ես կարծում եմ, որ իմ տեսակը կամ մեր տեսակը այս տեսակ քննարկումներով եւ կրթվելով, ժողովուրդ, ես օրեկան չեք պատկերացնում ինչքան եմ կարդում, ինչքան վիդեո եմ նայում։ Բժշկությունը իր հերթին, այս հասարակագիտությունը իր հերթին։
ու մենք սրա դեմն առնելու ենք։ Մենք մի դասախոս ունենք օպեր վիրաբուժության ամբիոնի վարիչներ։ Սենց էր անում։ Դուք ինձ կարող եք ճնշել միայն ձեր գիտելիքներով։ Ես կարծում եմ մենք մեր գիտելիքներով կճնշենք այս զբռոդին էլ, սրանց ընտրած իշխանությունն էլ։ Ինձ թվում է մենք դա կկարողանանք անենք։ Իսկ այն մնացած օլիգարխ, նրանք իրանց տեղը կգտնեն, նրանք այդ իրանց գործն է։ Բայց մենք մեր գիտելիքներով վերջ առաջ պետք է առաջ բերենք մեր երազանքների Հայաստանը, այն Հայաստանը, որ Գյորգիսյանի ասած վաղն էր գալու։